Բարև ձեզ։ Այսօրվա թողարկմանը խոսել եմ կապալի և ծառայությունների մատուցման պայմանագրերի միջև առկա տարբերությունների մասին։ Կապալի և ծառայությունների մատուցման պայմանագրերը կարգավորում են նմանատիպ հարաբերություններ, սակայն առկա են նաև որոշակի տարբերություններ, որոնց հիմնական մասին կանդրադառնամ հիմա։ Դրանք են. ժամկետները պարտադիր են կապալի, բայց ոչ ծառայությունների մատուցման պայմանագրի համար։ Կապալի պայմանագիրը կարող է լուծվել միայն պատվիրատուի, իսկ ծառայությունների մատուցման պայմանագիրը կողմերից յուրաքանչյուրի նախաձեռնությամբ։ Կապալի պայմանագրում հազման ընդունման ակտը վճարման հիմնական պայմանն է, իսկ ծառայությունների մատուցման պայմանագրում ցանկալի է, սակայն թողնված է կողմերի հայեցողությանը։ Աշխատանքի ներկայացող պահանջների նշումը կարևոր է կապալի պայմանագրի համար, իսկ ծառայությունների մատուցման համար բավարար են ընդհանուր ձևակերպումները։ Ծառայությունների մատուցման պայմանագրով կատարողը չի կարող երրորդ անձանց ներգրավել ծառայության մատուցմանը, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով, իսկ կապալառուն իրավունք ունի ներգրավել ենթակապալառուների։ Կապալի պայմանագիրը ծառայությունների մատուցման պայմանագրի հետ համեմատելիս պարզ է դառնում, որ առաջինը կողմերի իրավունքների և պարտականությունների առումով ավելի ընդգրկուն է, քան երկրորդը։ Խորհուրդս հետևյալն է. ընտրել պայմանագրի ճիշտ տեսակը, որպեսզի հետագայում խուսափեք անցանկալի իրավիճակներից։ Հետևեք Aveus փաստաբանական գրասենյակի էջին, եղեք իրավագիտակից, իսկ պայմանագրերի հետ կապված հարցերով վստահաբար դիմեք մեզ։ Շնորհակալություն։